Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ 2 օր է մենք գտնվում էինք Շիրակի մարզում հասկանալու եւ ֆիքսելու համար այնտեղ տեղի ունեցող ապօրինությունները։ Ընկերներ, Շիրակի մարզից հետաքրքիր տեղեկություններով ենք վերադարձել, որոնց մասին կխոսեմ թե այսօր, թե առաջիկա օրերին։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Նախ ցանկանում եմ խոսել Ապարանի Քուչակ բնակավայրի ղեկավարի եւ նրա տեղակալի մասին։ Պարզվում է Ապարան համայնքում եւս բազմաթիվ ապօրինություններ կան։ Այսպես, ըստ ստացված տեղեկությունների, Քուչակի ղեկավարի տեղակալ Խաչիկ Ամիրյանը պայմանագիր է կնքում Ոմն Լիա Ղամբարյանի հետ, ով ժամանակին աշխատել է անտառ տնտեսությունում, ինչի արդյունքում Քուչակում բազմաթիվ հողեր 99 տարով վարձակալել է, ապա այդ հողերը կրկնակի թանկ գնով վարձակալության է տվել Քուչակի բնակիչներին։ Իդեպ վերոնշյալ ջահելը նաև իրեն ներկայացնում է որպես գողական աշխարհի ներկայացուցիչ, իբրև կապեր ունի քրեական աշխարհի կարկառուն դեմքերի հետ, ինչի արդյունքում փորձում է վախի մթնոլորտ տարածել համայնքում։ Խաչիկ Ամիրյան, ինչպես ես, գողական ապերն է ինչպես են, իրենք գիտեն, որ դու ինքնակոչ մի պատանի ես, ով փորձում է սեփական գրպանը լցնել հասարակ գյուղացիների հաշվին։ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյան, ձեր մասին միայն դրական կարծիք ունեմ, հույս ունեմ այս պատանին շատ արագ կստանա իր պատիժը, եթե իհարկե չեք ցանկանա, որ դրա կատարած անօրինականությունները կապվի ձեր անձի հետ։ Ընկերներ, այս թեմայի մասին մի քանի օրին ավելի մանրամասն կանդրադառնամ, իսկ հիմա այցելում ենք Արթիկ, Անանիկ Ոսկանյանին հյուր։ Երեկ այցելել էինք Արթիկ, որտեղ այդ պահին տեղի էր ունենում Տաշիր Սամվելի գրասենյակի բացումը, Արթիկում բազմաթիվ ապօրինի կառույցներ տեսանք, նկարահանեցինք, տեսանք, որ քաղաքը պատված սուրճի ապարատներով, տեսանք, որ կանաչ գոտիները բետոնապատվել եւ կրպակներ էր տեղադրվել, տեսանք, թե ինչպես է ծառեր կտրվել Արթիկի նախկին հյուրանոցի տարածքում, տեսանք, թե ինչպես է Անանիկ Ոսկանյանի սրտի օլիգարխները ճանապարհի երթևեկելի հատվածում բիզնես ընդլայնում, ինչպես են կրպակ տեղադրում։ Խայտառակ իրավիճակ էր մայթերին։ Մայթերը դարձել էին բացօթյա առևտրի տաղավարներ։ Պարեկային ծառայության աշխատակիցների աչքի առաջ Անանիկ Ոսկանյանի մտերիմները օրենքի կոպտագույն խախտումներով էին երթևեկում, եւ այս ամենը Նիկոլի սրտի համայնքապետի ղեկավարած քաղաքում։ Սա մի փոքրիկ հատվածն էր, թե ինչ է փոխվել այս 8 տարիների ընթացքում։ Անանիկ Ոսկանյան, ինչպես եք։ ՔՊԻ գրասենյակի դիմացը ինչու եք թույլ տալիս, որ ապօրինի կրպակ տեղադրեն այն էլ փողոցի երթևեկելի մասում։ Բա ամոթ չունեք, թե ձեր համար մեկ է, թե Արթիկում ինչպես են խոսում ձեր մասին։ Մի հոգու լավություն եք անում, հազարավոր արթիկցիների վատություն։ Այդքանից հետո էլ ցանկանում եք, որ մարդիկ ձեզ ընտրեն։ Պարոն Անանիկ, բա ձեր տեղակալի եղբոր ընկերությունը, որ հյուրանոցի դիմացի ծառերը կտրել է, ձեր ամենաթողության արդյունքն է, որը ձեզ արթիկցին չի ներելու։ Ընկերներ, Շիրակի մարզի ամբողջ նկարահանումը առանձին թողարկմամբ կհրապարակենք։ Անանիկ Ոսկանյան, Ռաստովից եկած երիտասարդը ինչու է ձեր մեքենան խախտումներով վարում։ Կարմիր լույսը չի տեսնում, թե պարտադիր պետք է ասենք, որ անեք։ Քեզ եմ հրաժեշտ տա։ Երիտասարդները Ռաստովից էին եկել, իմացել են, որ դուք ելեք ուզում եք ձեր նկարվել։ Թողան նկարվեն։ Լեոն թողան նկարվեն։ Мы жили в этом городе, любили в этом городе, ходили в этом городе гулять. Как шли мы с разговорами, с гитарой, с переборами, любили мы подружкам напевать. Վայ ասենք անենք ասեցի հիշեցի, իսկ Արթիկի բնակչությունը տեղյակ է, որ Տիգրան Ավինյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեք, պարոն Անանիկ։ Արթիկցիներին կասեք արդյոք 2021 թվականին Տիգրան Ավինյանին եք զանգահարել եւ բարձրախոս միացրել, որտեղ խոսվել է ձեր ընկերների դեմ հարուցված քրեական գործերի փակելու մասին, Ավինյանի միջնորդության մասին։ Ընկերներ, մենք Արթիկում էինք եւ լուր ստացանք, որ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արա Սուքիասյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից եւ միացել է Ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Ըստ տեղեկատվության դա փորձվում է թաքուն պահել եւ ընտրություններից հետո հետ վերադարձ կատարել Արա Սուքիասյանին։ Իդեպ այդ Սուքիասյանի որդին Գազպրոմի Շիրակի մարզային վարչության տնօրենն է, ով եւս սատարում է Տաշիրի Սամվելին։ Կարծում եմ Անանիկ Ոսկանյանը ծպտյալ տաշիրական է, քանի որ իր ընկերների մեծ մասը հենց Տաշիր Սամվելի աջակիցներ են։ Ընկերներ, այստեղ մեկ այլ խնդիր էլ կա։ ՔՊ Արթիկ քաղաքի շտաբի պետն է Արման Աջամողլյանը, ով Անանիկի տեղակալն է համատեղության կարգով Ուժեղ Հայաստանի թեկնածու Մեհեր Տոնոյանի Սանիկը։
Ընկերներ, վերջերս արդիկի հեցում տնօրենի փոփոխություն ևս տեղի ունեցավ։ Այդ պաշտոնին Ախուրյանից մարդ նշանակվեց, որը շատ ծանր տարավ Անանիկ Ոսկանյանը եւ նրա ավագանում մեկ անդամ, ով ցանկանում էր դառնալ հեցի պետ։ Խոսքը գնում է Նահապետավան գյուղի նախկին գյուղապետ Գոր Պետրոսյանի մասին, ում մասին համայնքում այդքան էլ դրական կարծիք չունեն։ Ըստ տեղեկությունների վերոնշյալ Գորը գյուղապետ եղած ժամանակ ահագին հարստացել է, Երևանում բնակարաններ է ձեռք բերել, գյուղի գնված տրակտորն է սեփականաշնորհել, մի խոսքով ասած կոնկրետ թալանել է Նահապետավանի բնակիչներին։ Ընկերներ, հեցում փոփոխությունից հետո կա կրկին մեծ դժգոհություն։ Ասում են տնօրենի տեղակալ կնյազը շարունակում է պաշտոնավարել, ով Անանիկ Ոսկանյանի մտերիմներից է, սակայն ինձ հասած հավաստի տեղեկություններով ներքին կարողով սատարում է Տաշիր Սամվելի ուժին։ Ասում են, որ հեցում տեղի ունեցած բազմաթիվ չարաշահումների, այսպես ասած, մեղավորը հենց այդ տեղակալն է եղել, ով նաև իր որդուն է տեղավորել աշխատանքի։ Մեզ արդիկում պատմեցին, որ Անանիկ Ոսկանյանը կարողացել է իրենով անել քաղաքի մի քանի մեծահարուստների, որոնք եւ ինչ ուզում անում են Հարթիկի հետ։ Ըստ տեղեկությունների Արթիկի մեծահարուստներից մեկը Դավիթը իր խանութները Անանիկի պաշտոնավարման ընթացքում կարողացել է կառուցել համայնքապատկան հողերի վրա, անտեսելով քաղաքացիների իրավունքները։ Նաև ասում են, որ նույն Դավիթը ապօրինի շինարարություն է իրականացնում հենց Արթիկի սրտում։ Նույն անձի շնորհիվ էլ Անանիկ Ոսկանյանը իր մոտ որպես խորհրդական աշխատանքի ընդունել Ռոբերտ Քոչարյանի մոլի աջակցին, ով 2021 թվականի ընտրություններում սատարել է Քոչարյանին։ Անանիկ Ոսկանյան, մեկ օրում բազմաթիվ տեղեկություններ կարողացա ստանալ ձեր ապօրինությունների մասին։ Հիմա ուշադիր լսիր։ Մենք այսօր տեղեկ որպես կանգնած ենք Մանվել Գրիգորյանի կողքին, պատրաստ ենք Մանվել Գրիգորյանի հրամանով նույնիսկ մեր։ Քո քաղաքի ԱԱԾ պետին կասես, որ հերիք է քաղաքացիներին ահաբեկի իր զրույց ասացի անվան տակ, կասես խելոք նստի տեղը եւ իր աշխատանքը իրականացնի։ Հակառակ պարագայում ստիպված կլինեմ հրապարակել իր անուն ազգանունը։ Նիկոլ Փաշինյան, արդիկցիները խնդրեցին, որ հարցով դիմեմ ձեզ, ասում են ինչի մեր գլխին նման պատուհաս բերեցիք, ինչի մեր քաղաքի հերը անիծեցիք։ Դավիթ Արուշանյան, դուք ինչպես եք, լավ եք, ձեր կուսակցականները մարզերում վախեցնում են ձեզ ձայն չտվող քաղաքացիներին, եթե դուք չեք կիսում Սերժի այդ մոտեցումները, ապա քայլեր ձեռնարկեք։ Ընկերներ, վաղը խոսելու եմ Զավեն Մանուկյանի մասին, սկանդալային բացահայտում է լինելու։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր հայը։